Այսօր մենք կխոսենք գովազդային ինտեգրացիաների մասին, ինչով է դա ավելի լավ, քան ուղղակի եթե անկոմեդիի մեջ ինչ-որ մեկի գովազդային հոլովակները դնեինք։ Ինֆորմացիան ինքններով շատ չոր է։ Դրա համար պետք է հասկանալ ուժեղ, հետաքրքիր խայծերը ցանկացած ինֆորմացիայի կամ product-ի մեջ ու այդ հետաքրքիր կողմերի վրա կառուցել երգիծական ինֆորմացիան։ Մոտավորապես պետք է լինի ինֆորմացիան 60%, երգիծական մասը 40%։ Ինչով է գովազդատուի համար ավելի հետաքրքիր այսպես ինտեգրացիա անելը, քան ուղղակի տենց գովազդը ամենտեղ տենց բիլբորդների վրա ճպցնելը։ Նախ, որտեվ հստակ գիտեն մեր լսարանին, որը շատ հստակ դեմոգրաֆիկ մի հատ շերտ է, շատ լավն է, ամենալավ լսարանն է, որ երբևէ մոդերակի պատմությունում եղել է։ Ու երբ որ մարդը ուզում է գովազդվի հենց ուղիղ իրանց, այլ ոչ թե տես բոլորին, տատիկներին, պապիկներին, բալիկներին, այլ այս դեմոգրաֆիան գալիս է մեր մոտ։ Օրինակ պատկերացրեք մեքենա։ Մեքենան չունի հոգի, չունի, ընդհանրապես հոգի չունի։ Դրա համար ինչպես է պետք ներկայացնել մեքենան, որ պոտենցիալ գնորդը ուզենա այն գնել։ Պետք է ոչ միայն պարամետրերը, դիաուժությունը ցույց տալ, այլ նաև երջանկության մակարդակը, որը մարդը նստած ղեկին ապրում է, այսինքն դու ոչ միայն մեքենան ես վաճառում, այլ ուրախությունը, երջանկությունը եւ ապագա սերունդները, որոնք կքշեն այդ մեքենան, որովհետեւ այդքան երկարաժամկետ ծառայող մեքենա է։ Ես ու Սերգեյ հանդիսանում ենք ոնց որ ձեր ընդհանուր ծանոթը product-ի եւ գնորդի միջեւ, որովհետեւ այդ շատ կարեւոր է, որ ոչ թե գովազդվի ինչ-որ բան, այլ քո ծանոթը գա ասի, որ ես փորձել եմ այս մեքենան, այս մեքենան լավն է, կամ այս մեքենան շատ վատը չի։ Այդպես տարբերակել կարելի։ Դրա համար մենք հանդիսանում ենք ձեր ընդհանուր միջնորդը, որ մենք ամեն product իրականում փորձում ենք, փորձարկում ենք սուրճը, լինի դա մեքենան եւ միայն նոր հայտնում ենք մեր կարծիքը։ Բացի դրանից շատ կարեւոր է պատմությունը, պատմվածքը, storytelling-ը։ I will tell you a story. Որի մեջ մենք տեղադրում ենք product-ը, որովհետեւ դուք տեսնում եք ոչ միայն product-ը, այլ մարդուն, հերոսին, որը սովորաբար դա մենք ենք, որը ձեռք է բերում, ինչպես է իր կյանքը փոխվում այդ product-ը ձեռք բերելուց հետո եւ ինչպես է զարգանում, եթե ձեռք է բերում product-ը եւ մյուսը, օրինակ որ ձեռք չի բերում, ինչպես է նա տխրում, դառնում մի փոքր ավելի դժգույն ու դժբախտ։ Եթե կարճ, ապա ավելի էֆեկտիվ է YouTube-ում ինտեգրացիաների միջոցով գովազդվելը հետևյալ պատճառներով։ Գովազդողը մենք լավ ծանոթ ենք մեր լսարանին, ունենք նրա վստահությունը եւ շատ պատասխանատու ենք մոտենում product-ների ընտրությանը։ Մենք գիտենք հստակ ում ենք հերարցակում այս գովազդը, որ պատահական ինչ-որ կողմնակի մարդիկ կամ չեն գալիս ընդհանրապես կամ շատ քիչ քանակով են, եւ կարողանում ենք մարքեթինգային արշավը դրա շնորհիվ ավելի ուղիղ թիրախավորել ու բացի դրանից արի անկեղծ լինենք մեր մոտ գովազդվելը ավելի մաչելի է քան օրինակ TV-ներով։ Այո։ Այսի շատ ծանրակշիռ փաստար կա, դրա համար եկեք մեր մոտ, եկեք spin, եթե դուք գովազդատու եք, եթե դուք creator եք, ինչպես մեկ ունեք ձեր սեփական հաղորդումը եւ ուզում եք ինտեգրացիաներ բերել դեպի ձեր podcast, դեպի ձեր show, էլ որ դեպքում կան։ Այն դեպքում, երբ ունեք հստակ մեսեջներ, տալիս եք ձեր մեսեջները մեզ, մենք դրանք վերցնում ենք եւ ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակ ենք մշակում գովազդների, brainstorm-երի միջոցով եւ առաջարկում ենք ձեզ հաշվի առնելով այն թիրախային աուդիտորիան, տարիքը, սերը, որին ուզում եք թիրախավորել, ով ուզում եք, որ գնի ձեր product-ը, ըստ դրա կազմում ենք այդ առաջարկը, դուք էլ ընտրում եք այս 3 տարբերակներից այս մեկը մեզ ամենահարմարն է։ Արդյունքում գոհ եք դուք, գոհ է երկիրը։ Spin Ideas Agency ինտեգրացիաների պապա։ Քերեն, Քիչ բան չէ։ քերեն։